Բարև ձեզ, շնորհակալություն, որ եկել եք մասնակցելու թվանշային գրադարանի հերթական միջոցառմանը։ Այսօր մեր ուրեմն հավաքը նվիրված է քննարկելու ուրեմն Հայաստանի պատմության համար մի կարևորագույն խնդրի, ներկա Հայաստանի նաև, ինչու՞ չէ, ուրեմն Երևան քաղաքի, ներկա Հայաստանի մայրաքաղաքի ուրեմն միջնադարյան եւ նորագույն շրջանի բնակչության էթնիկական, էթնոտավանական կազմին, կառուցվածքին եւ նաեւ էթնիկական process-ներին։ Կարևոր է նաեւ հարցը, որտեղ նա կարևոր նշանակություն ունի նաեւ ոչ միայն քաղաքի, նաեւ ռեգիոնի ուրեմն պատմության, սոցիալ-տնտեսական պատմության նաեւ ուսումնասիրության համար։ Հետաքրքրությունը պրոբլեմի նկատմամբ նաեւ աճում է ուրեմն պատմագրության մեջ ոչ միայն հայկական, նաև օդար խնդրի վերաբերյալ ոչ միանշանակ տեսակետով հայտնված բազում շատ հաճախ իրարամեջ տեսակետները ստիպում են ավելի խորքային ուսումնասիրություններ կատարել հարցի պարզաբանման համար։ Միայն անընդհատ պիտի ուշադրության կենտրոնում պահենք մի կարևորագույն խնդիր, որ ցանկացած քաղաքի բնակչության էթնիկական կազմի կամ տավանական կազմի ուսումնասիրման համար շատ կարևոր է աղբյուրների քննությունը կատարելիս ուրեմն անպայման ուշադրություն կենտրոնում ունենալ բնակավայրի քաղաքի հասարակական ֆունկցիաներն արտահայտող կառուցվածքային առանձնահատկությունները։ Խնդրի տերմինաբանական կողմն է սա։ Քաղաք, բերդ, միջնաբերդ շատ կարևոր է շատ ուշադիր լինել աղբյուրներում, հատկապես միջնադարյան աղբյուրներում հիշատակվող տերմինաբանության նկատմամբ։ Դեռևս ժամանակին եղել են այդպիսի ուրեմն քննարկումներ, դիտողություններ, ժամանակին եղավ ակադեմիկոս Բարտոլդի կտրուկ արձագանքը ակադեմիկոս Ժուկովսկու Մերվի պատմության ուսումնասիրմանը եւ Բարտոլդը հստակույնս քննադատեց հաշվի առնելով, որ ուրեմն հաշվի չեր առնված աղբյուրներում, միջնադարյան աղբյուրներում տերմինների առկայություն, այսինքն համահավասարեցված էր։ Մադինա, Կուհենդիզ, Ռաբատ, Ռուստակ տերմինները, որոնք բոլորը արտահայտում են տարբեր, վերաբերում են նույն քաղաքին, բայց արտահայտում են տարբեր տերմիններ։ Եվ անպայման պետք է ուշադիր լինել տերմինաբանական այս նույն տերմինների կիրառմանը։ Ուրեմն նույն երևույթը Բարիփուն իմաստով չի կարող զանց առնել Երևանը։ Երևանից առաջ այդպիսի հետազոտություններ եղել են եւ հայագիտության մեջ եւ միջազգային գիտության մեջ։ Բավական է հիշել ակադեմիկոս Մարի Անի քաղաքի ամբողջ դասակարգող քաղաքի ամբողջ հասարակական ֆունկցիաները արտահայտող տերմինների վերանումը։ Նույնը վերաբերում է իսկապես Երևանին, ուրեմն մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ուրեմն շատ հաճախ կարծիքների հագասականությունը քաղաքի միջնադարի հետ կապված պայմանավորված է հիշյալ տերմինների միանշանակ օգտագործմամբ եւ քաղաքի ու բերդի բնակչության վերաբերյալ սկզբնաղբյուրներում առկա տերմինների շփոթով։ Նշենք, որ հաճախ ժամանակի աղբյուրներում քաղաք եվրոպական աղբյուրների մեջ շատ հաճախ վիլ, շտատ, բուրգ եւ այլն հաճախ տրվում է բերդին, ուր նստում էր խանը, քաղաքային իշխանությունները, ուր ապրում էր քաղաքի կայազորը, այն դեպքում, երբ հաճախ բուն քաղաքը կամ բնակավայրը հաճախ արձանագրվում է որպես արվարձան, Ֆորշտատ կամ Ֆոբուխ։ Չնայած երբեմն նշվում է նաև, որ վերջինիս տարածքը մի քանի անգամ գերազանցում է բերդի կամ իրենց տերմինոլոգիայով բուն քաղաքի տարածքին։ 16, 17, նույնիսկ 18-րդ դարի եվրոպական աղբյուրներում, ուղեգրություններում, ուրեմն շատ հաճախ այս երկու հասկացությունները պատահում է, որ շփոթվում է եւ պետք է շատ ուշադիր լինել կոնկրետ ամեն հեղինակի դեպքում ինչ նկատի ունեն։ Այդպիսի մի դեպք որպես նմուշ կարմելիտական հայր ուրեմն Բոկոտն կարմելիտ հայր Ֆիլիպի ուրեմն զեկույցն է, որ 17-րդ դարին եկավ եւ իր ուրեմն Հայաստանի նկարագրության բաժնում բառացի կարող եք տեսնել հետևյալ քաղվածքը։ Այս երկրի բնակիչները քրիստոնյա հայեր են եւ ապրում են հատկապես քաղաքներում բուրգ է գործածված։ Սա հագարակ իմաստն է, որովհետեւ բերդերը վիլ գրավված են մամեդականների կողմից, որոնք այնտեղ իշխում են եւ կայազորներ են պահում։ Այսինքն Երևանի բնակչության էթնիկական կազմի մասին համարյա չկա այլ տեսակետ, քան
հայերը կերակշռում էին կամ հայաբնակ քաղաքեր 16-րդ դարի վերաբերյալ։ 16-ը կարծես վիճելի չի համարվել մինչև այսօր որևէ մեկի կողմից եւ նա համարվել է նույնիսկ Մերձավոր Արևելքի եւ Կովկասի ամենամիատար էթնիկական քաղաքներից մեկը, ուր բնակչության բացարձակ մեծամասնությունը համարվում էին հայերը։ Մի քանի հետաքրքիր տեղեկություններ կան նաև վիճակագրական, դա Սիդոնի Լեոնարդ Աբել եպիսկոպոսի ուրեմն մեծ հայկի նկարագրությունն է, ուր նա թվարկում է, որ մեծ հայկում կաթողիկոսի իրավասության տակ կան 260,000, իսկ Սսի կաթողիկոսի իրավասության տակ 20,000-ից ավելի ընտանիքներ։ Ուրեմն երկրորդ հիշադակությունը նույն տարի վերջին Ջոն Նյուբերին է, անգլիացի ուղեգիր, որը եւս Երևանի մասին խոսելիս շատ անցողագի, ուղղակի բայց հիշադակում է մի բան, որ բնակվում էին հայեր։ Եվ երրորդը Դոն Խուան Պարսկաստանցին կամ Դոն Խուան Պարսիկն էր, սա թուրքական պայած ցեղից էր, որ Եվրոպա գնաց, կաթոլիկություն ընդունեց եւ ունի ուղեգրություն, Եվրոպայից վերադառնալիս եւ Երևանով անցնելիս եւս հիշադակում է, ուրիշ բան է, որ իր մոտ մի որոշ շփոթ կա, նա Երևանին է վերագրում 50,000 ծուղ բնակչություն, բնագրում ագնհայտորեն խոսում է քաղաքի մասին, բայց ագնհայտորեն ամբողջ Երևանի վիլայետի մասին է խոսքը կամ էլայետի մասին է խոսքը։ Ուրեմն կտրուկ փոփոխություն քաղաքի բնակչության թվի եւ էթնիկական կազմի մենք ունենում ենք 17-րդ դարի սկզբից։ Չնայած մենք ունենք Դոն Խուան չնայած մենք ունենք պորտուգալացի ճանապարհորդ եւ միսիոներ Անտուան Կուվեայի հիշադակությունը Երևանի մասին, որ 1603 թվականի որ միատար եւ հայերով բնակեցված քաղաք է, բայց նույն մաշտը ներկա էր Շահ Աբասի կողմից կազմակերպված բռնագաղթին 1604-5 թվականներին, նա շահական բանակում էր եւ անձամբ ականատես էր կատարվող բռնագաղթին, ուրեմն որը ընդգրկեց կենտրոնական Հայաստանի ուրեմն ամբողջ տարածքը եւ բնականաբար Երևանը եւս։ Երևանի վերաբերյալ կան շահական հատուկ հրամանագիր Երևան քաղաքը բռնագաղթեցնելու։ Ուրեմն ներող կլինեք։ Ուրեմն շահական հատուկ հրովարտակ, ուրեմն Երևան քաղաքը բռնագաղթեցնելու վերաբերյալ։ Այստեղից կանեմ։ Ուրեմն բացի հայկական աղբյուրներից, իհարկե Առաքել Տավրիժեցին, որ ամենայն մանրամասնությամբ եւ դետալներով խոսում է գաղթի մասին, ուրեմն գաղթը փոխեց ոչ միայն քաղաքի, ռեգիոնի, այլ նաև ամբողջ քաղաքի պատկերը։ Հայաստանից միջին հաշվով համարվում է, որ բռնագաղթեցվել է մոտ կես միլիոն մարդ, որից մոտ 300,000-ն է հասցվել Իրան։ Եվրոպական աղբյուրները վկայում են Իրան հասցված բնակչության շատ ծանր ճակատագրի մասին։ Գիլյանի Մազանդարանի հայերը արդեն 20-ական թվականներին արդեն ուրեմն մանվետականացված էին Ֆիգվերուայի, այսինքն տեղերը այցելած եվրոպացի ճանապարհորդների վկայությունները միայն դա են ցույց տալիս։ Բավականին մի քիչ ավելի բարվոք վիճակ էր քաղաքներում բնակեցված, հատկապես Սպահանի Արվարձան նոր հիմնված ճյուղայում վիճակը, ուր առանձին հայկական պրնգումները, եթե հաշվի չառնենք, ի վերջո այդ գաղթօջախը գոյատևեց մոտ 400 տարի, հասավ մինչև մեր օրերը, ծանր շրջաններ ունենալով իհարկե իր պատմության մեջ, բայց 17-րդ դարը ամենևին չէր մտնում այդ ծանր պահերի մեջ, 17-ը հակառակ գաղթօջախի ճյուղայի վերելքի շրջաններ։ Ճյուղան ունեցավ նաև Երևանից տարած թաղ, մինչև այսօր կա Երևանից տարված բնակչություն, որ հիմնվեց նոր ճյուղայում, երևանցիների թաղ կար։ Այդ նույն թաղից էին բազում հայ մտավորականներ, որոնցից բոլորիդ երևի ծանոթ է նաև Ոսկան Երևանցու անունը։ Ուրեմն գաղթից հետո շատ արագ կերպով ուրեմն Երևանի նոր խաները, որոնք ստիպված էին վճարել իրենց արկունիկի վճարել հարգերը եւ ստիպված էին ուրեմն բարբված բնակչությունը լցնել։ Աղբյուրներում եւ հայկական եւ օդար աղբյուրներում բազմաթիվ են ուրեմն հիշադակությունները Երևանի եւ Ամիրգունայի եւ հաջորդ Թամազգուլի խանի կողմից, ուրեմն արշավանքները հարակից բոլոր տարածքներ, հատկապես Թուրքիային մնացած
ուրեմն կամ այսօրվա տերմինով Արևմտյան Հայաստանի հարակից հատվածներ Կարս, Էրզրում, Բայազեդ եւ հայ բնակչության բռնի տեղանություն նման է շատ հաճախ աղբյուրներում հիշադակությունը նման է կարծես բնակչության գողություն է տեղի ունենում ուրեմն եւ տեղափոխություն Արարատյան երգիր համենայն դեպս արդեն 1630-ականներին երբ որ եվրոպացի հերթական շատ դիդողականությամբ հայտնի ուրեմն հեղինակ Տավերնյան անցավ այդ ճանապարհով Էրզրում Թավրիզ Մայրուղով, որի մեջ էր նաև Երևանն ու Նախիջևանը, արդեն նա արձանագրեց, որ մեկ մահմեդականի դիմաց 40 հայ կա այս ամբողջ տարածքում։ Երևանի մասին, քանի որ իր ամբողջ ուղեգրությունը 6 ուղեգրություն է արել, որից 5 անգամ Երևան է այցելում 1631-68-ի ընթացքում։ Ուրեմն ուղեկցում էին իրեն նաև հետագային նաև նկարիչներ, որոնց շնորհիվ մեզ են հասել Երևանի ուրեմն ամենավաղ շրջանի փորագրապ պատկերներ մի քանի հատ եվրոպական բացի տպագիր քրկերից նաև դիվաններում մեզ հաջողվեց եւս մի քանի նորերը հայտնաբերել եւ տարբերակներով նույն Տավերնային վերագրվող այս մի գծապատկերը ուրեմն շատ հետաքրքիր է իր կառուցվածքով տեսնում եք ուրեմն քաղաքը բաղկացած է Բերդից Բերդը ունի երկու պարիսպներ եւ բուն քաղաքը սա հավանաբար շատերը գիտեք Կարմիր կամուրջն է Հրազդանի վրա եթե տեսել եք որը վերանորոգվեց 1679 երկրաշարժից դիմացինը Շահ Աբբասի հետ սա մի քանի անգամ փոխվեց անունը Շահ Աբբասի Փլուր չգիտեմ Հերակլի Փլուր Պասկևիչի Փլուր եւ այլն եւ այսօր եւս կա գիտեք ավտոկայանից դիմացի նորագյուղի վերևի մասում։ Ուրեմն գծապատկերին մենք իհարկե ավելի մանրամասն հիմա կանդրադառնանք։ Ակնհայտ է մեկ բան, քաղաքը ուրեմն բաղկացած է Բերդից, ուր նստում է Կայազորը եւ քաղաքային իշխանությունները եւ բուն քաղաքը, ուր ուրեմն որը պարսպապատ չէ, ուշադիր այս ասածից, պարսպապատ չէ։ Քաղաքը Երևանը երբեք պարիսպ չի ունեցել։ Ի տարբերություն Բերդի, որ երկտակ էր։ Ուրեմն Տավերնիայի կուզեմ ավելի խոշորացված նաև նայեք, որովհետև այստեղ որոշ նրբություններ կան։ Ուրեմն անկասկած այստեղ միշտ Կայազորն էր քաղաքի, որ կախված նրանից պարսկական իշխանության տակ պարսիկներ էին, թուրքագանի տակ թուրքական զորքեր էին լինում։ Սա կուղպակներ են, 19-րդ դարում ասում էին կրպակ, այսօրվա սոցիալական ցանցերի տերմինոլոգիայով բուտիկներ, ուրեմն եւ բուն քաղաքը իր երկերհարգանիշ տներով, որոնց կամարները նույնիսկ այսօր դուք կտեսնեք հին Երևանի, ուրեմն հին Երևանից պահպանված շատ նկարների մեջ։ Ուրեմն անդրադառնանք հիմա Տավերնիայի տեղեկություններին։ Ուրեմն բոլոր տեղեկությունները բացեմ, ուրեմն խոսելով Բերդի մասին վիլ է ասում ինքը։ Նշում է որ խաններ նստում իր սպաների եւ զինվորների հետ միասին, այսինքն կայազորներ քաղաքային։ Երևանի թաղը գաղթի որ Բերդի հյուսիս-արևմուտքում մի արվարձան Ֆոբուր էր, ուր 20 անգամ ավելի ժողովուրդ կա, քան քաղաքում։ Սա բոլոր վաճառականների, արհեստավորների, ինչպես նաև բոլոր հայերի ապրելատեղին է։ Այսինքն հստակ է տեղեկությունը, որ քաղաքը հայաբնակ է։ Երևանի առաջին գծապատկերի բացատրագրում եւս գրում է ներքևը լեգենդայի մեջ։ Արվարձանը Ֆոբուր բնակեցված է քրիստոնյա հայերով։ Եվ ուղեգրության մեջ մեկ այլ տեղ, որ ոչ մի կապ չունի Հայաստանի նկարագրության հետ, Չինաստանի հատվածում, որ խոսում է մի քաղաքի մասին, որ մոնոէթնիկ է, այդ պահին նորից է հիշում Երևանը, անդրադառնում է եւ նորից կրկնում է, որ Երևանն էլ բնակեցված էր բացառապես հայերով։ Սա Տավերնիայի տեղեկությունն է քաղաքի էթնիկական կազմի մասին։ Ուրեմն ինչու է Տավերնիայի վրա ավելի մանրամասն։ Ի վերջո, գիտեք, 5 անգամ քաղաքով անցնող մարդը, քաղաքում քաղաքի հետ բազում առևտրական, ինքը առևտրական էր նաև, նշանավոր ադամանդավաճառ էր, մեծ կապեր ուներ հայերի հետ, ուրեմն մարդու տեղեկությունները չեն կարող համարվել հպանցիկ կամ ոչ հավաստի։ Առավելևս երբ որ նրանք հաստատվում են այլ աղբյուրներով ուրեմն։
Երևանի բնակչության աճի մասին ուրեմն 1639-ից 1700, այսինքն տավերնիից նույն տավերնիի ընթացքում ֆիքսում են բազում եվրոպական աղբյուրներ, մի քանիսը նշենք՝ Տլաբուլելագուս, Տլալեն, Ստրեյս կամ մեր ոսկան վարդապետ Երևանցին։ Լյուդովիկոս 14-ին ուղղված նամակում Տլաբուլելագուզը եւ Տլալենը հաղորդում են եվրոպացի ճանապարհորդներին, միասին այցելում են ամբողջ արևելքը, մինչև Հնդկաստան եւ Չինաստան։ 1655-ից է Երևանի, ես ուղղակի նամակից մի հատված եմ բերել, Երևանի Բերդում, ինչպես նաեւ քաղաքում, ասում են, մեծ քանակությամբ հայեր կան։ Ստրեսը ուղղակի է տեղեկացնում, որ Երևանը բնակեցված է մեծ մասամբ աղքատ հայերով։ Իսկ ոսկան վարդապետը ուղղակի ասում էր, որ իմիջիալոս ոսկանի մասին ասեմ, որ ճիշտ է քաղվածքը գրված է լատիներեն եւ գրված է Եվրոպայում, բայց գրված է մի մարդու կողմից, որ դրանից առաջ Ուշիի վանքի վանահայրն էր։ Մինչև մեկնեց գրատպությունը Ամստերդամում տպարանը ստանձնելու Ուշիի վանքի վանահայրն էր, այսինքն հերու մարդ չէր կանգնած քաղաքից եւ քաղաքի մասին իմացող մարդ, որի դիտողությամբ քաղաքում ապրում էր, քաղաքում արդեն կար 4000 տուն։ Ուրեմն այս հեղինակներից եւս Ստրեսը եւս ունի Երևանի գծապատկեր, ուրեմն իր իմիջիալոց գրականությունը հիմնականում 16-17-րդ դարի գրականություն է, շատ հաճախ հազվագյուտ, նույնիսկ եվրոպական գրադարաններում մեզ հաջողվեց շնորհիվ Հարություն Գևորգյանի տարիներ առաջ անձամբ ուրեմն օգտվել Փարիզի Բիբլիոթեք Նասիոնալի ուրեմն Լյուդովիկոս 14-ի ֆոնդից, ուր պահպանված էին շքեղ օրինակները։ Սա հենց Ստրեսի գծապատկերն է, որը անցել է նաև մի քանի կրկերով եւ ուրեմն Կասպից ծովի հարակից տարածքների ուրեմն մասին խոսելուց ուրեմն նկարագրում է նաև Երևանը։ Ուրեմն 17-րդ դարի երկրորդ կեսից հետո կտրուկ ռեգիոնում ակտիվացան նաև Հռոմի Սուրբ Աթոռը իր կաթոլիկ միսիոներներով, Հավատացյալ ժողովի հիմնադրումից հետո, որոնք ամեն ինչ արեցին, ուրեմն Երևանում փորձ արվեց նաև քաղաքի հայ բնակչության մի հատվածին նաև ուրեմն կաթոլիկություն ընդունել տալու։ Հռոմը ուներ մի կաթոլիկ թեմ Նախիջևանի գավառում 13 գյուղից, որ 18-րդ դարում իսլամ դարձավ հիմնականում, Երևանում եւս այդ գիտեք ռոպագանդա ֆիդեի արխիվում կան մոտ 300 դոկումենտ միայն Երևանում կաթոլիկ աղոթարան կամ մատուր հիմնելու խնդրի վերաբերյալ։ Իրենց հաջողվում է ուրեմն Ուրբանյան դպրոցում կրթություն ստացած մի հայ երդասարտի Ազարիա Ավակի օգնությամբ ուրեմն մի ախոր վերածել աղոթարանի մատուրի եւ փորձ են արում այնտեղ պատարակ անել եւ հավատակիցներ հավաքել երբ որ օրերից մի օր, երբ որ արդեն 50 հոգով պատարակ էին անում, քաղաքի եպիսկոպոսը զայրացած, ամբողջ ժողովրդին ուղեկցում է այնտեղ, ուր ուրեմն մեծ բախում է տեղի ունենում եւ սպանվում է Գաբրիել Շինոնը։ Գաբրիել Շինոնը արևելքում երկրորդ նշանավոր միսիոներն էր Հռոմի Աթոռի, Ռաֆայել Զումանից հետո, որ Պարսկաստանում գործեց ամբողջ կյանքը, Շինոնի ցերկերով էր փորձարվում հիմնել այդ աղոթարանը եւ մեծ աղմուկ բարձրացավ Շինոնի մահի կապակցությամբ Եվրոպայում, լույս տեսան գրքեր հատուկ, որ Երևանում կա, ուրեմն կործանում են կաթոլիկ եկեղեցիներ, իրականության մեջ իրանք դեռ չէին էլ բացված, ուրեմն գործին խառնվեցին թագավորներ իսպանական եւ Լյուդովիկոս 14-ը, Լյուդովիկոս 14-ի նամակ կա Պարսկաստանի շահին ուղղված, որ պետք է պատժել հայերին, հետո քննարկվում էր նույնիսկ Եվրոպայում հայկական հալածանքներ սկսել առևտրականների մի քանի եւ Երևան քաղաքում չեն հանդուրժում կաթողիկե կրոնը։ Ուրեմն Գաբրիել Շինոնի մասին տեսեք ուրեմն Միշել Ֆեբուրի լույս տեսած քշքում էլի հնատիպ քիշկի, ուրեմն հրադարակվեց Գաբրիել Շինոնի տաբանակարը Երևանում, թաղվել է, սպանվելուց հետո թաղվել է Երևանում, այս է տաբան չգիտեմ երևում է, թե լատինատար հայերենով հրադարակվեց Գաբրիել Շինոնի տաբանակարը, արդեն 17-րդ դարում որպես նշանավոր Մարտիրոս, սա բայց քաղաքի կյանքում փոքր դրվագ է, այնուամենայնիվ դավանական կազմ հայոց մեջ կարծես թե հիմնականում առաքելական ուրեմն եկեղեցու հետևորդներ էին, շատ բնական էր միջնադարի համար, ուրեմն որը
մեծ փոփոխությունների չենթարկվեց։ 1673 հաջորդ խոշոր ճանապարհորդը տարածաշրջան Ժան Շարդեն, ֆրանսիացի։ Ուրեմն տեղեկությունները շատ հստակ են եւ շատ գեղեցիկ գծապատկերով քաղաքի։ Ուրեմն քաղաքը կոչվում է Հայաստանի մայրաքաղաք։ Արդեն արձանագրվում է։ Այսինքն ինչ է կատարվել, Երևանի դերը արդեն այնքան էր բարձրացել նույն հայոց մեջ, որ տեղի հայերը համարում էին հայկական կենտրոն եւ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք։ Ուրեմն Երևանի Պերտում թվարկում է 800 տուն, որը հիմնականում համընկնում է մնացած բոլոր թվարկումների հետ, որտեղ կայազորը նույնիսկ ոչ պատերազմական իրավիճակում միշտ 2-3 հազար մարդու շուրջ էր։ Կայազորը ինքը հիշատակում է, որ բաղկացած էր բնիկ պարսիկներից, իսկ ամբողջ արհեստավորական խավը հայեր էին։ Ուրեմն Շարդենից ավանդվել է մի շատ գեղեցիկ գծապատկեր քաղաքի, որը դեռ շատ է ուսումնասիրվելու, որտեղ ինքը ունի բազում հետաքրքիր դրվագներ, տեսեք, հստակ երևում է Պերտը, հստակ գծագրված է Պերտը քաղաքից առանձնագի, գծագրված է քաղաքի մյուս կողմից, ոչ թե Հրազդան գետի կողմից, ինչպես Տավերնիայի մոդեր։ Քաղաքը, ինչպես միշտ հիշատակում են բոլոր եվրոպացի ուղեգիրները, թաղված է այգիների եւ կանաչի մեջ, երևում են մզգիթները, համամները եւ 3 եկեղեցի։ Շարդենը թվարկում է երկուսի անունները, կաթողիկե, որին ինքը կոչում է կաթովիկե, եւ 2 երեսնի նշանավոր։ Տները շատ գեղեցիկ փողոցներով զատված են, հիմա կտեսնեք ցանկապատված փողոցներ են այգիներով, շատ ավելի մեծ պատկեր ունենալու պարագայում շատ ավելի մանր դետալներ են երևում։ Տեսնում եք եկեղեցին, չէ՞։ Այստեղ գմբեթները։ Ուրեմն եւ ինչ այստեղ նկարված է նկարի մեջ երևում են ուրեմն 3 մզգիթ Պերտում, 2 մզգիթ քաղաքում եւ 1 համամ է երևում այստեղ։ Տեսեք ցանկապատված, տեսնում եք փողոցները ցանկապատված, բավականին բարեկարգ վիճակով է, համենայն դեպս մեծ, շատ ավելի մեծ, իմիջիալոց սա, այս միակամարը սա ուրեմն Գեդարի վրա գտնվող կամուրջն է, որ 17-րդ դարում էլի վերանորոգվեց, արձանագրություն էլ ունի, ինչպես կարմիր կամուրջ, չխառնել Հրազդանի վրայի կարմիր կամուրջի հետ։ Հաջորդը։ Ուրեմն ուրեմն Շարդենից հետո քաղաքի կյանքում տեղի ունենում մի խոշոր աղետ 1679 թվականի երկրաշարժը Երևանը հիմնահատակ ավերվում է միակ կառույցը կարծես թե որը մնացել է դա ուրեմն ներկայիս զորավորն է կամ նախկին Անանյա Առաքելոց վանքը որ հայտարարված էր հայ փոշաներին ինչպես եւ Առինջի եկեղեցին կանգուն է մնում միայն նա մնացած ամեն ինչը քանդվում է շահի կողմից պաշտոնապես ստեղծվում է հանձնաժողով հանձնաժողովի ղեկավար է նշանակվում Ատրպատականի վեզիրը որը հավաքում է բոլոր Պարսկաստանի խաների եւ պարսկական պետությունը իր վրա է վերցնում Երևանի շինարարության գործը շատ արագ կաշկով ամեն տեղից ուրեմն Երևան են լցնում ուրեմն շինարարական ռեսուրսներ քաղաքը կյանքի կոչելու քաղաքից ինչ որ այսօր նույնիսկ մնացել են բեկորներ հիմնականում ասեմ որ բոլորը դա ուրեմն 1679 թվականից հետո են հիմնականում բացառությամբ կաթողիկեի վրա պահպանված արձանագրություններից Սամադինի արձանագրությունը կա 1294 թիվե Երևանը քնելու եւ Կուղպակների մեր բոլոր արձանագրություններում քաղաքի կա Կուղպակների այդ բուտիկների հարցը միշտ դրանց առու վաճառքի խնդիր կա Երևանում դա շատ նկատելի անիում եւս իմիջիալոց ասեմ անիում էլ է այդպես քաղաքային կյանքին ուրբան կյանքին բնորոշ երևույթ է ուրեմն ամենայն դեպս արդեն հաջորդ տեղեկությունը որ Երևանի մասին քիչ թե շատ մոդ է նախկին տեղեկություններին եւ թույլ է տալիս էլի պատկեր վերականգնել դա Իսրայելորու եւ Փֆալցյան եւ Մոսկովյան ծրագրերում են որ հիմնականում կրկնում են Երևանի մասը հիմնականում կրկնում են օրին հստակ տարբերում է քաղաքը եւ բուն քաղաքն ու Պերտը բուն քաղաքի բնակիչներ համարում է բացառապես հայեր բացառապես Պերտում միայն ասում է մուսուլմաններ են
Հայերից լինում են միայն այդտեղ փողերանոցը, այսինքն տրամահադարանը, որը ճիշտ է, 17-րդ դարում եւս Զաքարիա Ագուլեցիու եղբայրն էր, տրամահադարանը միշտ հայեր փոխարինեցին Երևանում, որը քիչ ուսումնասիրված թեմա է, չնայած պահպանված են բոլոր տրամները Երևանի տրամահադարանում հատված։ Եվ զինանոցի արհեստավորները, որոնք էլի 100 մարդուց ավել չէին, բայց էլի հայեր էին, այսինքն արհեստավորական խավն էր։ Պերտում նստող խանը ունի 200 զինվոր, ակնհայտորեն օրին փոքրացրել է, մտածելով, որ ավելի համոզիչ կդարձնի Հայաստանը գրավելու իր ծրագիրը եվրոպական եւ ռուսական արքունիքներին։ Մոսկովյան ծրագրում օրին հնարավոր է համարում քաղաքի գրավումը առանց դժվարությունների, հիմնականում ելնելով սրանից, ասում է, քանի որ հայերը մեծամասնություն էին կազմում։ Հաջորդ տեղեկությունը, ես աշխատել եմ, գուցե շատ բան չասեմ, բայց աշխատել եմ սպառել բոլոր տեղեկությունները, ինչ հայտնի է Երևանի վերաբերյալ։ Ժամանակի իմաստով գուցե ամեն ինչ չասեմ, բայց պատրաստ եմ պատասխանելու բոլոր։ Ուրեմն հաջորդ տեղեկությունը մի անսպասելի այցով, չսպասված այցով մի գերմանացի ուղեգրի տարածաշրջանում հայտնվելն է։ Կասպար Շիլինգեր։ Բառացի կարտամ տեղեկությունը Երևանի մասին։ Երևան քաղաքի շտատ ասում է։ Ներսում ապրում են միայն պարսիկներ։ Այսինքն հստակ է, որ նկատի ունի էլի Պերտը, շտատ, քաղաքը։ Քաղաքի շատ ավելի մեծ արվարձ անում Ֆորշտատ։ Սակայն ապրում են մեծ մասամբ հայկական տավանանքի շատ քաղաքացիներ, բյուրգեր, եւ համաքաղաքացիներ։ Դժվարանում եմ ասել ինչ է նշանակում սա, միտբյուրգեր, ուրիշ բառ չկա թարգմանելու, բացի համաքաղաքացիներից։ Արհեստավորներ, առևտրականներ, որոնք իրենց ժամերկությունը կատարում են տարբեր եկեղեցիներում եւ որի համար էլ պարսիկներին հարկ են վճարում։ Կարծես տեղեկությունը հագասություններ նախորդ շրջանի համեմատ ամենայնպես բացառիկ բան չի ծնում, առարգություն։ Երևանի կարևորությունը Սեֆյան Իրանում պատկերացնելու համար շատ կարևոր է, տեսեք, այստեղ ներկայացված է Սեֆյան Իրանի բոլոր գավառների, ուրեմն պավող զորքերի թիվը, կայազորների թիվը, ուրեմն Երևանին ամենամեծն է, այսինքն սա Թասկիրատալ մուլուկն է, պետության պաշտոնական, ուրեմն կարծես հայկական զորանամակը, որի թվերից հստակ երևում է Երևանի կարևորությունը, ուրեմն Սեֆյան շահական արքունիքի համար։ 18-րդ դարի սկիզբ Երևան է այցելում, հաջորդ տեղեկությունը վերաբերում է ֆրանսիացի ուրեմն Հիսուսյան ջիզվիտ միսիոներ Մոնյեին։ Ֆրանսիայի Փարիզի ուրեմն արտաքին ուրեմն արխիվներում, արտաքին միսիաների արխիվներում, միսիոն էտրանժեր, ուրեմն պահվում է իր ամբողջ ֆոնդը, որտեղ ծանոթացանք եւ ծերագրերին, ուրեմն տպագիր ծերագրերից անցել են նաև տպագիր տարբերակների։ Ինչի ասում Մոնյեն Երևանի մասին, տեսեք, քաղաքը, որ ավելի շատ ողողված է պարդեզներով եւ խաղողի այգիներով, քան տներում, դրսից շրջափակված է կրկնագի պարսպով։ Այսինքն շատ հստակ է, որ նկատի ունի Պերտը, որտեղ քաղաքը պարիսպ չուներ։ Հայերը կազմում են միայն 1/4, չնայած ունեն 4 եկեղեցի, ճիշտ է, Պերտի մասին է խոսքը։ Եվ 1 եկեղեցի եւ 3 մատուր ունեին Պերտում հայ արհեստավորները, ուրեմն վաճառականները, ովքեր այնտեղ առևտուր էին անում եւ այլն։ Մոնի, որին հայ իրականությունը շատ լավ ծանոթ էր, ասեմ, որ կարող եք ցանկացած մարդ կարող է նաև տպագիր տարբերակով տեսնել Եղիա Կարնեցու հետ իր նամակագրությունը, Եղիա Կարնեցին իրեն կոչում է Մունիեր ձևով, մեծ դրամներ էր պարտ նույնիսկ հայերին, նույն վաճառական Եղիա Կարնեցուն, Մոնյեն իր կյանքը վերջացրեց փառահեղ ձևով, Եղիա Կարնեցին սովի մեջ էր զրունում։ Ուրեմն Մոնյեի տեղեկությունը Երևանում նոր եղած վերցնում է ֆրանսիացի պատմաբան, ուշադիր ոչ ուղեգիր, այլ պատմաբան Մամիկ Լերակը 1690-1750 թվականների արանքում է ապրել եւ իր գրքում Պարսկաստանի պատմություն եռահատոր աշխատանքի մեջ բառացի վերաշարադրում է Մոնյեի ասածը։ Քաղաքը ավելի շատ ողողված է պարդեզներով, խաղողագիներով, քան տներով, շրջափակված է կրկնագի պարսպով, այսինքն Պերտը նկատի ունի։ Հայերը այն ժամանակ կազմում էին բնակչության 1/4-ը։ Այսինքն կարծես հագասություն չունենք աղբյուրների մնացած տեղեկությունների հետ, հստակ է, որ տեղեկությունը վերաբերվում է Պերտին։ Եվ իրենք էլ այդպես ընկալում են, նա շրջափակված է կրկնագի պարսպով եւ քաղաքն է, որովհետեւ այդտեղ իշխանություններն են նստում։
Ինչպես է մեկնաբանում հայ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը այս տեղեկությունը, հենվելով միայն այս տեղեկության վրա։ Нет сомнения, что говоря о персианах, Ширванов, иш респондентներից мեկը, имел в виду мусульманское население области, то есть преимущественно азербайджанцев или их руководящую верхушку. По данным источников, Хагумеммиайн Мамейклерак, армяне составляли четвертую часть населения города Еревана, а азербайджанцы большинство. Ներեցեք, ադրբեջանցի термин Монեի, ոչ Монեի, ոչ Մամեյքլերակի մոտ չկար։ Ստեղծվեց սովետահայ պատմաբանի ձեռքով։ Ուշադիր լինենք, թե որտեղից է սկսվում ոչ ճիշտ ընկալումը։ Եվ երկրորդ, եւ ամենակարևորը, Աշոտ Հովհաննիսյանի մոտ չի ստորաբաժանված այն ինչով մենք սկսեցինք մեր զեկուցումը։ Անպայման պետք է դիտարկել քաղաքի ուրեմն տեղեկությունները աղբյուրների պետք է դիտարկել հաշվի առնելով քաղաքի հասարակական ֆունկցիաները։ Խոսքը այստեղ բացահայտ Բերդի մասին էր եւ չէր կարելի տեղեկությունը տարածել ուրեմն ամբողջ քաղաքի վրա։ Այն էլ կիսատ եւ անբացատրելի, որովհետեւ Երևանը կրկնակի պարսպով շրջապատված չի եղել։ Երևանի մասին ասեմ, որ Աշոտ Հովհաննիսյանի այս դիդարգումը հենվելով իմիջիալոց նշանավոր ակադեմիկոսի խոշոր վաստակ ունեցող հեղինակության վրա թափանցեց բազում կշկեր թյուր կարծիքների ծնելով եւ այսօր եւս շրջանառվում է Երևանի մասին հայտնված բազում ոչ գիտական գրականության մեջ նույնիսկ, որ իմաստ չունի քննարկել այստեղ։ Երևանի հաջորդ անդրադարձը աղբյուրներում հայտնվում է, երբ սկսվեց Երևանի թուրքական ռազմակալումը, օկուպացիան 1724-35 թվականները տևեց եւ դրանից հետո այլևս երբեք Երևան քաղաքը չհայտնվեց թուրքական պետության կազմում։ Ուրեմն հետաքրքիր է աղբյուրների տեղեկությամբ թույլ են տալիս մոդավոր պատկերացում կազմել թաղերի մասին, ելնելով ըստ ինքնակազմակերպման ջոգատների, ուրեմն կազմակերպված ջոգատների քանակից։ Ուրեմն տեսեք 234 հոգի փոշաներ պահպանում էին 40 ճահճի ճանապարհը։ 3000 հոգի ծորագյուղից պահպանում էին Ծակքար կոչվող վայրը։ Սա գիտեք ուր է, սա մոտավորապես գինու այսօրվա գինու գործարանի հետևից գետնի տակով իջնող անցքն է դեպի Կարմիր կամուրջ։ Անցքը ես չգիտեմ հիմա բաց է թե չէ, գոնե բայց գիտեմ որ 60-ականներին անցքը դեռ կար եւ հայ հնագետները դեռ ուսումնասիրում էին, նույնիսկ Կարո Ղաֆադարյանը բան նկարագրել է։ Չի հիշադակվում կոնդից մինչև Տաբախանի ճանապարհը մարդկանց քանակը եւ 955 հոգի Ջուայրենս թաղից պահպանում էին Տարկնոցի ճանապարհը։ Ուրեմն 8189 հոգի ինքնապաշտպանական ջոգատների կազմն է հիշադակվում, երբ որ բուն քաղաքում նույն աղբյուրները հիշադակում են 28000 հոգի արագան եւ վիկական, որ անպետ են, այսինքն կռվելու պիտանի չեն։ Եթե ընդանրացնենք, ուրեմն քաղաքում եւ այնտեղ ապաստանաչրջակա 8 հայ գյուղերի բնակչությունը միասին մոտ 40000 հոգի մարդ էր, որի գրեթե կեսը պետք է կազմեր քաղաքի մշտական բնակչությունը։ Եվ դրա համար ունենք ուրեմն հիմնարար տվյալներ, որովհետև քաղաքում հիշադակվող 3000 տունը, այո, մոտավոր 3000 տունը, ոչ թե ծուխը, ոչ թե ընտանիք, այլ տունը, բնակելի տուն է հիշադակվում 2008, մյուս աղբյուրում 3000, այսինքն եթե միջին հաշվով 5 կամ 6 հոգի էլ հաշվարկեք միջին ընտանիքը, որը ժամանակի համար ամենևին մեծ չի, այսինքն 20000 հոգին պիտի նորմալ լինի։ Հաջորդ խնդիրը Բուն քաղաքում մամեդական, քանի որ միջնադար է, տավանական ասպեկտից մոդենանք, հետո էթնիկականն էլ կքննարկենք, մամեդական տարրի գոյացման աղբյուրը։ Երևանում շիա խաների կողմից, այսինքն պարսիկ խաների կողմից պարբերաբար կազմակերպվող բնակչության ուրեմն բռնագաղթերն էին, որոնց հետևանքով քաղաք էր տեղափոխում որոշ թվով մամեդական բնակչություն անգամ սուննի աղանդի։ Բազում դեպքեր ունենք, այո, երբ որ Թուրքիայից նույնպես ուրեմն Ռումլու, Ստաժլու, Բայաթ ցեղերի ուրեմն տեղափոխում են Երևան։ Ուրեմն բերում են Բերդ եւ քաղաքի հարակից տարածքներ, նույնիսկ ասում է ղշլաղներ եւ յուրդեր տվեցին, որ ապրեն։ Բերդում եղած պաշտոնեության եւ կայազորի անդամների աստիճանական հոս դեպի քաղաքային տարածք։ Էլի բազում օրինակներ ունենք։
տներ կնելու եւ տեղափոխվելու։ Երևանի խաների կողմից հովանավորվող առանձին մամեդականների թուրք, պարսիկ, քուրդ եւ այլն տեղաշարժ եւ հիմնավորում Բուն քաղաքում կամ Պերտում եւ էթնիկ գործընթացները, որոնց հետևանքով Բուն քաղաքի քրիստոնյա բնագիճը խզելով իր կապերը քրիստոնեական եկեղեցու հետ ժամանակի ընթացքում անջրբետվելով իր տավանակիցներից, դրանով հանդես նաեւ լեզվակիրներից, աշճանաբար համալրում էր քաղաքի մամեդական պարսկալեզու կամ թուրքալեզու բնակչության շարքերը։ Օրինակները հսկայածավալ են։ Այստեղ նույնիսկ մեկ-մեկ վիճարկում են անվանաբանական տվյալները։ Գիտեք, շատ է գրվում դրա մասին, ժամանակին Կարլ Օկուցյան վրաց պատմաբան շատ լավ աշխատանք պատրաստեց դրա վերաբերյալ, ասելով, որ շատ զգուշ պետք է լինել, որովհետև անվանաբանությունը միշտ չի, որ թույլ է տալիս էթնիկական պատկանելություն որոշել։ Դա շատ խապուսիկ է, որովհետև մեզ հասած Երևանի եւ տարածքից եւ շրջակա գյուղերից բոլոր կալվածագրերը, ուր հիշադակվում են զանազան անձինք, նրանք պարսկերեն են, թե թուրքերեն, կարող եք կարդալ, ասենք, ասում է կալվածագրում, ասում է բառացի այսպես է, ուրեմն եկեղեցուկից իր տունը վաճառում է Ալլա շուքյուրը, ուրեմն տեղափոխվելու, չգիտեմ, ուրիշ տեղ։ Թվում է մամեդական ինչ-որ մեկը, ոչ հայ ծագումով, կարող է եկեղեցուկից էր ապրում, հիմա գնում է։ Իրականության մեջ այլ բան է, որովհետև մեկ ուրիշ վավերագիր արդեն վկայում է, որ ուրեմն նա Ջադիդուլ Իսլամ է կամ նոր մամեդական բառացի, որը այլևս չէր կարող ապրել եկեղեցու կողքը, ուր հայերի մշտական ելումուտ կար։ Նա ստիպված էր եկեղեցու կողքից տեղափոխվել։ Բադական չի, որ նոր վայրում նա մի աղբյուր է սարքում եւ աղբյուրի վրա Ալլա շուքյուրը, պարսկերեն է աղբյուրը, Ալլա շուքյուրը աղբյուրը սարքում է իշադակ իր վաղամերի Գալուստ որդուն։ Այսինքն նաեւ նման է նրան, որ քանի որ Զավագի անունը Գալուստ է, իրեն արդեն Ալլա շուքյուր է, որ Զավագը մահացել է մինչև մամեդական դառնալ, այլապես Գալուստ չեմ կարծում տներ։ Էթնոտավանական գործընթացների մասին մի քանի խոսք, ուրեմն մայր Երևանում մենք համարյա չունենք նահատակությունների դեպքեր բռնի մամեդականացման, որովհետև նահատակություն, գիտեք, բռնի մամեդականացումից հատկապես խիտ քրիստոնեաբնակ վայրերում իսլամ տիրակալները շատ արագ հրաժարվեցին, որտեղ նա ունեցավ հագադարձ էֆեկտը։ Շատ հաճախ մամեդականացումը բերում էր ուրեմն հագադարձության, դա ծնում էր մարտիրոսություն, հա, իսկ սա քրիստոնեության համար հսկայական մի նոր ազդակ էր ծառայում։ Մենք ունենք հայոց նոր վկաների շարքում 16, 17, 18-րդ դարից հսկայական քանակությամբ։ Երևանում փաստորեն այդ լծակը չէր կորձում։ Այդ ժամանակ երկու պետություններով եւ Թուրքիայում եւ Պարսկաստանում անցան շատ հետաքրքիր մեխանիզմներ կիրառվեց։ Թուրքիայում դա ֆուտովատն էր։ Ֆուտովատի քաղաքականությունը ինչ էր։ Դա ուրեմն գոյություն ունի այսպիսի մի ծիսակարգ, որևէ մեկը երբ ուզում է անդամակցել որևէ արհեստավորական ուրեմն համայնքի, էսնաֆության, համկարության եւ այլն, նա պիտի անցնի մի ողջ ծիսակարգ վարբեդի հովանու տակ։ Ծիսակարգի վերջում նա պիտի արտասանի պարտադիր մի աղոթք։ Աղոթքից հետո աղոթքից հետո չմամեդականանալը ենթակա է մավամբ։ Սա թուրքական ֆուտովատի, ուրեմն հայերեն բնագրեր եւս ունենք սրա մասին, ուրախ եւ Գրիգոր Կարնեցիների շատ գեղեցիկ ու շատ մանրամասն հետաքրքիր տեքստ է լուսահոգի Հակոբ Անասյանը հրադարագեց, մի քանի լեզվով թարգմանված կա ֆուտովատի մասին եւս Անասյանի մենագրությունը։ Սեֆյան Իրանում գործեց մեկ այլ կա օրենք, Իմամ Ջաֆարի անունով հայտնի օրենքը։ Այս ուրեմն համաձայն այս օրենքի, ուրեմն մամեդականացող քրիստոնյան մեքենայորեն ժառանգում էր մինչև 7 սերունդ իր ամբողջ ազգականների ունեցվածքը։ Սա ինչ է նշանակում։ Երևակայեք հատկապես ունևոր հայկական ընտանիքների պարագայում, այսինքն հերիքի ընտանիքից մեկ հոգի մամեդականանում էր, ամբողջ ընտանիքը կամավոր մամեդականություն էր ընդունում ունեցվածքը փրկելու համար։ Եվ ունենք այսպիսի շատ դեպքեր։ Ուրեմն հսկայական արձագանքներ ունենք։ Ես որոշ բաներ հրադարագել եմ սրանից, Նախիջևանում այս օրենքի գործունեությունը, Արարատյան երկրում, Արցախում հարակից տարածքներում է եղել։ Տեսեք, նշանավոր միսիոներ Ռաֆայել Թյումանը նույնիսկ ասում է այս մաքիավելական հայտնագործությունը, այսինքն շիաների կողմից արված, շատերին էր հրահրում սխալ քայլ կատարել իրենց ունեցվածքը փրկելու կամ այն ուրիշների ունեցվածքի վրա չավելացնելու համար։
Իսկ Պողոս Փիրոմալին նկարագրելով այս օրենքը ասում էր առասարակ ընդդեմ հայության հատուկ շեշտում է ընդունված վերոհիշյալ օրենքը ավելի գործունեություն կատարեց եւ նույնիսկ պապից խնդրում էր դիմել շահին ուրեմն մեղմացնելու կամ կասեցնելու օրենքի գործունեությունը այդպիսի դեպքեր եւս ունենք 17-րդ տարի վերջից մենք արդեն ունենք Երևանցի նշանավոր Խոջա ուրեմն Սետի որդու Խոջա Հակոբյանի ուրեմն եւ նրա սերունդների մամեդականացումը, որոնց պատկանում են մոտ 30 գյուղ Արարատյան երկրում, ամբողջ Գերդաստանը մամեդականություն ընդունեց։ Ուրեմն կամ Եսայի Հասան Չալալյանի վկայությունը, գուցե կարդան, որտեղ գեղեցիկ է։ Եվս հետամնացելով զինչսն եւ ստացվածն եւ գանձը հապշտակելով եւ ուրացողած ընտալով, որբես եւ որքան դովլաթավոր կուշադիր վաճառականը եւ մեծատունս աճոք մերով տեսակ ի Երևան, որի վերջին աղքատություն եւ թշվառություն հասյալ էին եւ հարցյալս պատճառն տեղեկացակ որ վասան ուրացողած էին եւ հապշտակության ընչից յուրյանց էին եղյալ կայնպես այսինքն Իմամ Ջաֆարի օրենքի ավերածություններն էր տեսակ ասում է ունեցվածքի պատճառով է ուրեմն կատարվել օրենքից խուսափելու մի տարբերակ կար ուրեմն որը կանոնագրքերից մեկում է արձանագրված մի ծերագրում շատ հետաքրքիր է դա պետք է հասնել մինչև շահ Եվ ունենք այդպիսի դեպքեր, երբ որ հասել են մինչև շահ եւ կարողացել են ռաղամ հրովարտակ ստանալ նորից քրիստոնեության վերադառնալու։ Բայց դե ինքներդ հասկանում եք, որ դա ինչքան փոքր քանակ կարող է կազմել շատ ավելի մեծ քանակի, ուրեմն ավելի գործունեություն ծավալող այսպիսի օրենք։ Երբ որ տնտեսական լծակներով էր կատարվում տավանափոխությունը։ Նորից վերադառնանք Երևանին։ Հաջորդ ուրեմն կարևորագույն վկայությունը դա ուրեմն վրաց Հերակլ երկրորդ թագավորի վկայությունն է ռուսաց արքունիկ ուղարկված ինչու եմ իրեն բերում որտեղ ինքը այդ ժամանակ Երևանը այդ ժամանակ գտնվում էր ուրեմն խանությունը ըստ էության վրաց թագավորի վասալն էր եւ 3 անգամ վրաց թագավորը զորքով ասպատակեց Արարատյան երկիրը նույնիսկ գերեվարեց հայ բնակչություն որի մի մասը տեղավորեց Վրաստանի ուրեմն տապաստանային вայլերում մի մասը Թիլվիզում Город Ереван, губерния состояла предтем армянского владения, столичной город, ныне правитель персидский губернатор, народ поселен много армянского закона. Կապ վրացել են բնագիրը եւ կա զուգահեռ ռուսերեն թարգմանությունը նույն ժամանակ գրված։ Հաջորդ ուրեմն վկայությունը քաղաքի մասին Հերակլից 20 տարի հետո է ֆրանսիացի դիվանագետ եւ ռեգիոնով անցած Ֆերիեր Սովբեվ, որը բառացի հաղորդում է Արվարձանը Ֆոբուր, որ ավելի մեծ է քան քաղաքը Վիլ, բնագեցված է արհեստավորներով ու հայերով։ Վերջիններս Երևանը դիտում են որպես իրենց հայրենիքի մայրաքաղաք, կազմում էին բնակչության մեծ մասը։ Մոտավորապես այս էր վիճակը, երբ քաղաքը հասավ ուրեմն 19-րդ դար։ 19-րդ դարի մասին չեմ կարծում, թե գոյությունն է ավելի լավ նկարագրություն, կամ բոլորդ կարդացել եք դա Աբովյանի վերջի մեջ Երևանի Պերտն է։ Կամ Երևան քաղաքի նկարագրությունը, որը առաջի քառորդին է վերաբերում իր ամբողջ տարածքով, շատ ցնցող ուրեմն պատկերներով, եթե նայում եք գիտնագանի աչքով, որոնելու այն հադիգը, որ փնտրում եք։ Ուրեմն 19-րդ դարի մասին ես եւ 20-րդ դարի մասին ես կուզենամ համարյա կանգ մի քանի թվեր նշելով միայն։ Ուզում եմ 1830 ռուսների կողմից գրավումից հետո եղավ վիճակագրություն, որ արեց Շոպենը 1828-30 վիճակագրությունը արված է պատերազմական գործողություններից անմիջապես հետո, որտեղ հիշադակվում են 6125 հայեր եւ 5338 թաթարներ։ Ինքը կոչվում է թաթարներ։ Հաջորդ ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո հաջորդ վիճակագրությունը, որ արվեց, դա ուրեմն ծխական մադյաններ կազմվեցին, կոչվում է Պասիեմեննի սպիսկի, հաշվում էին ծխերով եւ անձերով, 1886-ին արվեց, որտեղ ուրեմն ֆիքսվում է, որ հայերը 1481 ծուխ են կամ 7142 մարդ, թաթարներ, իրենք թաթարներ են գրում էլի 1385 ծուխ եւ 7228 մարդ։ 97 թվին անցկացվեց ռուսական կայսերական առաջին մարտահամարը, որով 12500 հայեր էին եւ 12700 իրենք ֆիքսում են մամեդականներ, որտեղ
նու քրդեր, բոլորը մտցվեցին մեկ տերմինի տակ մամեդականներ։ 1914 թվականի վիճակով 16900 կամ 17000 հայ եւ մոտ 12000 էլի մամեդականներ էին քաղաքում։ Սա այս պատկերը մենք ունենք, ուրեմն մենք ունենք մինչև երկրի սովետականացում։ Խորհրդային շրջանում մասնավոր ուրեմն պրոբլեմատիկ հարցեր Երևանի բնակչության եւ էթնիկական կազմի վերաբերյալ չկան։ Գոյություն ունեն մաշտահամարներ, որոնցով արձանագրված են թվեր, որոնք վիճարկելի չեն, գիտական մասնավոր խնդիր չկա։ Մինչև հայերի տոկոսը բարձր է, հայերի տոկոսը կտրուկ բարձրանում են նաև երկրում խորհրդային Հայաստանի ղեկավարության կողմից երկրում վարող քաղաքականությունից հետո, երբ որ որոշվում է Երևանի բնակչությունը կտրուկ ավելացնել, պատճառաբանելով մետրո շինարարությունը։ Առաջի անգամ հայերը որոշում են իրենց պատմության մեջ առաջի անգամ կառուցել 1 միլիոնանոց քաղաք, որը կառուցում են։ Քաղաքը չի ծրագրվում, քաղաքը չի մտածվում, քաղաքի միլիոնանոց քաղաք պահելու հետ կապված որևէ խնդրեմ։ Շատ մագերեսորեն է, գոնե ինձ հայտնի բոլոր փաստաթղթերով, ինչ է նշանակում ունենալ միլիոնանոց քաղաք, այդպիսի մեգապոլիս իր այդ փոքր երկրի համար իր այդ բերող բոլոր խնդիրներով, դադարել երկիրը, դադարել գյուղերը շատ հաջող հավաքել մեկ քաղաքի, որը ինչպես հայկական հրապարակախոսության մեջ ասում են շերեփուկ եւ այլն, այսպես 88-90-ական թվականներից հետո երկրից նաև ուրեմն ադրբեջանցիների հեռանալուց հետո Երևանում կտրուկ նվազում է նաև ադրբեջանցիների թիվը նաև ուրիշ էթնիկ ընդհանրությունների թիվ է նվազում երկրից նաև արտագաղթեցին ռուսներ, այլազգիներ եւ այլն ուրեմն 21-րդ դարի խնդրեմը որ Պրոբլեմը, գիտական պրոբլեմը ազգագրագետների համար հետաքրքիր, որ արձանագրում են, դա օրինակ այդպիսի մի խոշոր հարց բարձրացրեցի քշքում Սվետլանա Լուրիեն Երևանի բացառիկության ոչ օրինաչափ զարգացման խնդիրն է, աշխարհի երևի միակ մեգապոլիսն է, որ գնաց դեպի մոնոէթնիկացում։ Աշխարհում գոյություն չունի որևէ մեգապոլիս մոնոէթնիկ։ Ուրբան, խոշոր ուրբան կենտրոնները Չնայած ինքը շատ լավ է ուսումնասիրել, բայց հարցը թողնում է բաց, իհարկե ինքը նշում է շատ հստակ, որ հայերը չեն տառապում որևէ քսենոֆոբիայով, հայկական օրենքները խտրական չեն որևէ ազգի կամ տավանական կամ էթնիկ խմբավորման հանդեպ, բայց գուցե դա սոցիալական կարիերայի կոնկուրենցիան է, որին չեն դիմանում այլ ազգիները երկրում, բայց նույն ձև արտագաղթում են նաև հայերը։ Համենայնդեպս մենք այսօր ունենք այն Երևանը, որը ունենք, որը գնաց դեպի մոնոէթնիկացում, լիակատար։ Լավ է վատ է կյանքը ցույց կտա, չեմ կարծում լավ է, ես միշտ ինձ լավ եմ զգում բազմազգ միջավայրում, չգիտեմ դուք։ Շնորհակալություն, շատ համառոտ էսքան է։ Եթե հարցեր կան, կուզենայի լսել։ Նախ ձեր վերած աղբյուրների տեղեկությունների մեջ ոչ մահմեդական աղբյուր չկա։ Ես ուզում եմ հասկանալ չկան այդպիսի աղբյուրներ, թե Երկրորդ եւ հարցը եւ ուշադրություն եմ ուզում հրավիրել իմ ունեցած տեղեկություններով, մասնավորապես Իրանուշա Իսմայիլի շրջանում է, որ Կովկասում ինտենսիվ եւ ես կասեի մեծ ալիքով բռնի մահմեդականացման առաջին պրոցեսն է եղել հասկական տիրապետության տարածքում։ Նույնպես տնտեսական պատճառով։ Շատ հստակ էր, նա որոշել էր խաներին զրկել այդ արտոնություններից, ասում էր բանակի զինվոր չեմ ուզում ինձ հարկեր տվեք եւ առաջին անգամ թաթարները, մահմեդականները եւ քոչվորները հարկվեցին, մինչեւ այդ մենակ ռայատներն ու քրիստոնյաներն էին հարկվում։ Սա շատ ուշագրավ եւ Պետրուշևկովսկու կողմից հիանալի հետազոտված է, ես Երևանը չգիտեմ, բայց իմ հետազոտության ամբողջ տարածքում այդտեղ ընթանում է ինտենսիվ թրքալեզվացում եւ մահմեդականացում եւ հետագա, այսինքն 19-րդ դարում դա շատ ցայտուն արդեն երևում է փոփոխության նախքան մի քանի փոփոխության վրա։ Երրորդ ես ունեմ օրինակ 7-10 Էվլաչելեդեն, 17-րդ դար, 17-րդ դար, ոչ Երևան, բայց ինքը թողել է, այսինքն ես չգիտեմ նույնիսկ Այո։ Եվ եթե անցել է ինքը պետք է բնակչության մասին թող
ռեգիոնը։ Համարյա ստույգ տեղեկություն, բացի միֆականացվածները, բայց դրանցով կարելի է տեսնել օրինակ աղբանական խմբերի քրիստոնյա մնացած հատվածները 17-րդ դար, ուրիշ մեկ էլ 10-րդ դարն ալմասուդի, այդ արանքում մենք ուրիշ բան չունենք։ Ես կուզենայի մահմեդական աղբյուրների Այո, ուրեմն մահմեդական աղբյուրներ շատ հետաքրքիր են տեղեկությունները բոլոր քաղաքական անցուդարձերի հետ կապված։ Սկսած Շահ Աբբաս կամ Շահ Իսմայիլի ժամանակվանից սկսած եւ Շահ Աբբաս, Իսկենդեր Մունշի, Թալիխի Արամարայի Աբբասի, պալատական պատմիչը, որ անձնապես ուղեկցում էր շահին, բոլոր ընդհանրապես պատմիչները ուղեկցում էին, նրանք արքունի գրագիժներ էին, ուղեկցում էին ուրեմն ռազմական գործողությունների ժամանակ։ Իսկենդեր Մունշին վերին Աշճանի մանրամասնության օրինակ պատմում է Շահ Աբբասի բռնագաղթը։ Բացառիկ տեղեկությունները մեր աշխատանքներում հողում են։ Էվլիա Չելեբի։ Ընդհանրապես թուրքական աղբյուրների մասին կուզենամ մի երկու դիտողություն անեմ։ Թուրքական աղբյուրները ուրեմն աչքի են ընկնում բացառիկ կողմնակալությամբ։ Պատկերացեք Հրանուշի ասած Էվլիա Չելեբին անցնում է ամբողջ Մերձավոր Արևելքով եւ Հայաստանով եւս։ Ուրեմն ամբողջ Հայաստանով անցնում է, ապրում է քաղաքներում, գյուղերում եւ այլն։ Հասնում է Քուրի ափ դեռ Արեշ քուրը անցնել, ասում է դիմացի գյուղում հայեր էին ապրում, որոնք իրենց նավակը բերեցին ինձ օգնեցին անցնելու։ Էվլիա Չելեբին ուրեմն 2 տարի ապրել է Երևանում։ Երևանում միակ հիշադակած բանը, որ հիշադակում է, որ Բերտում ապրում էր 2000, Բերտում կար 2060 տուն եւ 5000 հոգանոց թուրքական զորք։ Հայ չեն տեսնում, որպես էթնիկ միավոր կամ ընդհանրապես մարդ, որպես այնքան պեյորատիվ է վերաբերմունքը, իրենք չեն տեսնում այդպիսի ազգ։ Ուրեմն ես ոչ թե չհիշադակեցի հատուկ չէ, իրենց տեղեկությունները հաշվի են առնված։ Ես այն դեպքերում կանդրադառնայի, եթե իրենք ընդհանուր կոնտեքստից նոր բան ավելացնային։ Իսկ ինչ մնում է մամեդականացման, այո։ Ուրեմն Շահ Իսմայիլի օրոք էլ շատ ուժեղացավ process-ը, որը Շահի օրոք մեղմանում էր, թուլանում էր, շատ ուժեղացավ հատկապես Շահ Հուսեյնի օրոք, 18-ի վերջում։ Շահ Հուսեյնի օրոք ուղղակի բռնի տեղեկությունները բան են։ Ահա որ ես եթե կուզեք մեկ վայրկյան եւ ոչ միայն հայերին, ամբողջ Կովկասում տեսեք օրինակ կարտամ բանը ուդինները մեր գեղերանքն թամամ եւ շակու երգիրն թուրքացրել են ուժով թամամ այսինքն բոլորը ամբողջը մեր գիրք գրյանք եւ եկեղեցի կայրեցին մեր քահանայիք են կոդորեցին շատ մարդ վասն հավատող խատրով սուրով գնաց այսինքն վասն հավատի համար սուրով կոդորվեց այսինքն դավանափոխ չեղավ հիմա ցերեգն սա լավ նախադասություն է հիմա ցերեգն թուրքություն են կանում գիշերը հայություն այլ ճաշ չունենք այստեղ որ հայություն են ասում ոչ թե որ հայ են այլ նկատի ունեն իրենք հայ լուսավորչական են քրիստոնեություն մեր անուն որ թուրք է գնում ենք կյանջա Օսմանլի մեջը Ղոշունի մեջ ման ենք գալիս մեզանե խոսք չեն թաքցնում այսինքն թուրք ենք գաղտնի բան չեն խոսում մեր մոտ վստահում են մեզ այսպես շատ ունենք վկայություններ ուղագի լծված է եւ հայ եւ օդար պատմագրությունը բայց թուրքական աղբյուրների հետ կապված ուրեմն միանշանակ է այո եւ Էվլիա Չելեբին եւ Քաթիբ Չելեբին անցնում են իրենք խոսում են Բերտի մասին Բերտի թվերը լրիվ համընկնում է բոլոր մնացած Բերտի ուրեմն տներ եկեղեցիներ կամ զորքի քանակ հիմնականում համընկնում է կարող է 50 տնով տարբեր կամ բան բայց հիմնական ընկալումը նույնն է ուրիշ Չելեբին ռայաների թիվ հիշատակում է Հայաստանում Այո, բայց ռայայի տակ միայն հայը չեք կարող հասկանալ կամ հույնը կամ բան։ Ռայայի տակ նաև կարող էր մամեդական կամ բաններ դիտվել, այո, միայն հային չէին կարող ֆիքսել։ Ես հավատացնում եմ Էվլիա Չելեբու ես այն մարդկանցից եմ, որ Էվլիա Չելեբին խոշորացույցով է ուսումնասիրել։ Եվ խոսքս ոչ թե որ ագնայդորեն նկատում եք քրիստոնյա տարի հանդեպ այդ վերաբերմունքը դա ագնայդ է։
դա բայց մենակ ես չէ, տեսեք իրեն անգլերեն թարգմանիչը նշանավոր Տանկովը 7 հադորի թարգմանիչը, որ ինքը եւս նշмарում է դա։ Նույն Չելեբու, Էվլիայի կամ Քյաթեբի գործը հեղեղված է արմենիզմներով։ Ոչ որևէ կերպ անբացատրելի է նույնիսկ թե հայերի մեջ չապրած մարդը հայերից տեղեկատվություն չվերցրած, ինչպես կարող էր Մղդսի տերմինը որտեղ գրել։ Հատուկ ուսումնասիրված ամեցեք։ Ես ուզում եմ բոլորիս հիշեցնել։ Չելեբին այն բացառիկ կերպարներից է, Էվլիան, չէ, Քյաթիբը չէ։ Էվլիա Չելեբին, այո։ որը թուրքերեն էր գրում։ Թուրքերի մեջ թուրքերեն գրելը շատ բացառիկ բան է։ Եվ Էվլիա Չելեբին շատ պարզ է, որ ինքը թուրք ինքնության ձևավորման հիմնադիրներից մեկն է, եւ իր ճամփորդության մեջ թուրքական հետքերով է։ Հիմա պատկերացրեք մեկը, որը գնում է ուսուցում ասել Լոս Անջելեսում այսքան հայ կա, ու չի ասում ինչքան այնտեղ ինչ կա։ Այդ չի նշանակում, որ նա նրանց չի տեսնում։ Նրա խնդիրը այդտեղի այս հայերի մասին տեղեկությունն է։ Ես հիմա Չելեբու պատվի համար չեմ կանգնում։ Ինձ համար Չէ, աղբյուրի վերաբերում, աղբյուրագիտական քննություն։ Ինձ համար շատ կարևոր է, որ իսլամական աղբյուրները, որ մեզ համար, բոլորիս համար շատ կարևոր է, կոնկրետ Երևանի խնդրում ունեցել են տենդենցիոս, թե ոչ տենդենցիոս, Չելեբու դեպքում էլ է, տենդենցիոս էլ չի։ Նա իրեն հետաքրքրող տեղեկությունն է բերել։ Եվ դա համատեղած կարող է լինել։ Ես կարծում եմ, որ մեզ շատ կարևոր է նաև իսլամական աղբյուրները վերաբերաբար։ Ինձ շատ հետաքրքիր է, որ քաղաքում կա երկու մզկիթ, դա 16-րդ դարում 16-րդ դարում երկու մզկիթ եւ եթե կա բուն քաղաքում կամ Բերթում մզկիթ 17, բուն քաղաքում 17։ Եթե կա Բերթում մզկիթ, քաղաքում կարծեք երկու մզկիթի անհրաժեշտություն չպիտի լինել։ Դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե քաղաքում շատ ծրված մահմեդական մեծ բնակչություն կար, որ տարբեր տեղից կան, բայց ես նայեցի քարտեզի վրա, գոնե դրանք բավական իրար մոտ էին։ Այսինքն այդպիսի անհրաժեշտություն կարծեք թե չկար, կարող է պատկերը խաբուսիկ է։ Ուրեմն այստեղ մենք խնդիր ունենք գոնե բացատրության։ Եվ այդ բացատրության համար գուցե ունենք մյուս խնդիրը, քրիստոնյա հեղինակները ավելի ինտենսիվ տեղեկություն տալիս են քրիստոնյա բնակչության մասին, պակաս տեղեկություն են տալիս գուցե մահմեդական բնակչության մասին։ Եվ այնուամենայնիվ ես չեմ բացառում նոր աղբյուրների կամ նոր ընթերցումների դեպքում հասկանանք այդ շրջանում իսլամացման դինամիկան ինչպիսին էր։ Լիովին համաձայն եմ ձեր ասածի հետ, ամեն աղբյուր միշտ ասում եմ դա ցանկացած աղբյուրագետի ուրեմն խնդիրն է, ամեն աղբյուրին ունենալ առանձնահատուկ վերաբերում, լրիվ ճիշտ է Էվլիա Չելեբու պարագայում, ուրեմն կայսերական ամբիցիաներով լցված մեկը չէր կարող տեսնել այն բաները, լավագույն նմուշը միայն ինքը չէ, ընդհանրապես թուրք պատմագրության տեսեք, ինչ կտրուկ տարբերություն կա ուրեմն Երևանի 1724 թվի ինքնապաշտպանական մարտերն են, բայց մինչև էլ ասեմ ձեզ, Երևանը տարբերվում է Անդրկովկասի եւ Առաջավոր Ասիայի, ընդհանրապես Կովկասի եւ արևմտյան շատ քաղաքներից մի շարք օրինաչափություններով, թիվ 1 Ցանկացած օդարերգրային ինտերվենցիայի ժամանակ Անդրկովկասի բոլոր քաղաքները հանձնվել են 1-ից 3 օրվա մեջ։ Երևանը միակն է, որ 3-ից 6 ամսվա ինքնապաշտպանական դաժան կռիվներ ա մղել բոլորի առաջ։ 1724-ի եւ թուրքական ուրեմն օկուպացիոն զորքերը մտան Անդրկովկաս հաշված օրերի մեջ ընկան Թիլվիզը, Բաքուն, Շամախին, ուրեմն Նախիջևանը, մինչև այդ Կարս, ուրեմն Երևանը դիմագրավեց 6 ամիս, շատ դաժան նկարագրություններ աղբյուրագիտական, ուրեմն քաղաքի պարսկական կայազորը փակվեց Բերդում, ժողովրդին թողելով անդր Երևանի, ուրեմն 70,000-անոց բանակի առաջ, եւ ժողովուրդը կազմակերպեց ինքնապաշտպանական ուրեմն մարտեր 6 ամիս, որից հետո ուրեմն ուղագի քաղաքը սպանդի ենթարկվեց։ Հայկական աղբյուրները պատմում են, որ ասում է, առաքել ուրեմն Աբրահամ Երևանցին պատմում ասում է, աջունը հոսում էր փողոցում։ Նույնը հաստատում են թուրքական աղբյուրները ուշադիր, բայց ուրիշ տոնայնությամբ։ Ասում է, այնքան էր լծվել մեր համբերության բաժակը, երբ որ կայսերական զորքերը գրավեցին, ասում է,
որոշեցինք, որ քաղաքի փողոցները պիտի ուրեմն գյավուր մանուկների արյունով ներգվի եւ դա գրված է այսինքն ֆոբիան հստակ է աղբյուրի բայց իրենք հաստատում են իրենք չեն երգում չեն ժխտում դա միանշանակ այդպես է ուղղակի իսկապես ամեն աղբյուրին պետք է նույնը վերաբերում է նաեւ վիճակագրությանը ուրեմն թուրքական գրավումներից հետո մենք ունենք 4 թուրքական հարգացուցակներ որ ցուցակագրվել են բնակչությունը հիմնականում ուրեմն հավատի հարգերը վերցնելու համար Թուրքիայից հետո դրանք տարվեցին Բուլղարիա, պահվում են Կիրիլ Մեֆոդիի ուրեմն գրադարանի արխիվում, որոնցից մի Պադարիկ Լուսահոգի Հակոբ Փափազյանը տվեց, մյուսները մնում են անտիպ, մնացել է 1591 թվի Գավառի ուրեմն եւ քաղաքի Երևանի ուրեմն թարիշ տեֆտերը եւս Պաշտպանական արխիվում է Թուրքիայի վարչապետի, պրեմիեր-մինիստրի արխիվում է, դեռ չհրադարակված, նյութեր շատ կան, ասում եմ, բայց ամեն պարագայում իսկապես աղբյուրագիտական շատ քրդնաջան աշխատանք ու համեմատ, այսինքն ինչ որ միշտ արել է նորմալ պատմաբան աղբյուրագետը նույն բանն է, պիտի ունենալ այդ ոչ թե համահավասարեցմամբ առանց մտնելու խնդիրների մեջ, շնորհակալություն Ուրիշ Ինչ լավ է Չէ, ես ուղղակի ուզում եմ ճիշտ ասած, եթե նյութը հրատարակության համար է նախ շնորհակալ եմ ճիշտ ասած, շատ կարևոր է վերջապես այդ տեղեկությունները մի հավաքել եւ իրար հետ ունենալ քննարկել, շատ կարևոր լավ գործ է բայց հատկապես 20-րդ դարի եթե ընդհանրապես այս նյութը հրատարակության դեպի պատրաստվի ես կարծում եմ որ գուցե ունեք ուղղակի շատ վազքով անցակել վստահ Այո, իհարկե Այսինքն ցեղասպանությունից հետո Երևանի պատկերի փոփոխությունը 20-րդ դարը նկատում ենք այո իհարկե 20-րդ դարը ընդհանրապես կարող առանձնացնել դա բոլորովին այլ օրինաչափություններով դեմոգրաֆիա է բոլորովին Եվ դառնում է 40,000 մարդ է արդեն լցվում Երևան 22 թվին 14 թվի 16000-ի փոխարեն այո Եվ սա դեռ ունենալով 18-20 թվերի սովը եւ աղրելի քանակությամբ մարդիկ առանց կոտորածների Այո Չէ, ես ուրիշ կոտորածները նկատի ունեմ Դուք նկատի ունեմ հայ-թուրքական բախումները այո Նկատի ունեմ նաև որ ցեղասպանությունից դու եկածների մի մասի ճնշման տակ այնուամենայնիվ որոշ մամեդականներ թերքարվեզուներ գնացին եւ դա ոչ միայն գողերից այլ նաև Երևանից Սկզբունքորեն ես կարծում եմ որ մենք պետք է այս խնդիրներին արդեն պատշաճ մեկնաբանություններով բարձրաձայնենք եւ այս պատկերը ներկայացնենք Ուրեմն ես որ ասացի 20-րդ դարը համարյա խնդիր չունի, ուղղակի նրա համար որ եւ հայ վիճակագիրների կողմից օրինակ Գորգոդյանի, մյուսների, ուրեմն քիչ թե շատ դրանք հաշվարկվեցին 5-6 թվերի, 18-20 թվերի ուրեմն բախումները հայ այսպես կոչված հայտարարական դրանց հետևանքները քաղաքների եւ գյուղական բնակչության վրա դա այնուամենայնիվ վիճակագրորեն անվիճելի պատկեր մենք ունենք եւ ենթադրենք ադրբեջանցի պատմաբանների կողմից արված երբ այդտեղ համարյա վիճելի խնդիր չունենք թվերի հարցում չնչին տարբերություններով իրենք համընկնում են Ներժան իսկ ինչով է բացատրվում որ փաստորեն փոփերած տվյալներով ստացվում էր որ հայ բնակչությունը մեծամասնություն է եղել եւ կայազոր այսինքն մուսուլման բնակչությունը եղել է զինվորականության հաշվին կայազորի հաշվին իսկ 1830-ից մինչեւ համարյա 100 տարի մոտավորապես հավասար է եղել Ռուսական իշխանության ժամանակ սա մասի եւս կա գրված հայ տնտեսագետների հետազոտությունները Երևանը հայտնվեց արդեն Գիտեք ինչ կատարվեց, եթե մինչև այդ ինքը գտնվում է Տարանցիկ ճանապարհի վրա, հիմա ինքը հայտնվեց կայսրության ծայրակավառ։ Կայսրության ուղղակի ծայրակավառ։ Փակվեցին մյուս բոլոր ճանապարհները դեպի արևելք կամ արևմուտք տանող, միակ ճանապարհը մնաց դեպի հյուսիսը։ Ուրեմն Կովկասի կենտրոնը Թիլվիզն էր, Երևանը եւ մնացած քաղաքները դրանք ուղղակի գավառական քաղաքների ստատուսով, ուրեմն որոշակի չնչին բյուջեներով մեգական թեժ է հրադարակվում, Երևանսկի Վեդեմստի, ասենք, այս կաշկի, կամ Բակինսկի Վեդեմստի այնտեղ եւ այլն, Կենտրոնը Թիլվիզն էր, փոխարկայություն էր, փոխարկան նստում էր այնտեղ,
ուղղակի կառավարական քաղաք էր։ Մասնավոր ոչ մի տնտեսական գործունեություն չի կատարվում, որբիսի ուրեմն քաղաքը փորձի շնչել, չի լինում։ Իմիջիայլոց ես ասեմ, որ այսպեսի մեկ պատկեր մենք ունենք նաև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որ արժի քննարկեն եւ լրջորեն քննարկվի հայ պատմագրության մեջ, այս հարցին անդրադարձ շատ թույլ է արված կամ չի արված։ Երկրորդ համաշխարհային պատերազմ մեկնեց մի քանի 100,000 մարդ, վերադարձավ մոտ կեսը, վերադարձավ հաշմանդամ եւ ոչ գործունյա։ Երկրի տնտեսական վիճակը կատաստրոֆիկ է։ Երկիրը չունի գործարաններ, ունի ինչ-որ արհեստանոցներ, ինչ-որ ցեխեր, ինչ-որ բաներ եւ այլն։